Իրանի կողմը բանակցությունները գառուցողական որակեց, նշված է, որ կողմերը փոխանակած են Իրանի միջուկային ծրագիրի եւ հագաիրանական պատժամիջոցներու վերացման մասին իրենց երկիրներու կառավարություններուն թիրք որոշումներով կողմերը համաձայնած են բանակցությունները շարունակել այս շաբաթ։ Սպիտակ դունը թրագան եւ գառուցողական որակեց Իրանի եւ Միացյալ Նահանգներու բարձր մագարտակի բանակցությունները։ Ամերիկայի հadoop բանակնած Սթիվ Ուիտկոֆ ընդգծած է, որ նախագահ Թրամփեն հանձնարարություն ստացած է լուծելու երկու երկիրներու միջև դարացայնությունները երկխոսության եւ դիվանագիտության միջոցով։ Եթե այդ հնարավոր է, այս հարցերը շատ բարդ են եւ հadoop բանակնած Ուիտկոֆի ուղիղ շփումը մեկ այլ առաջ երբող շահավետ արդյունքի հասնելու համար ըսված է հայտարարության մեջ։ Կողմերը պայմանավորված են գրգին հանդիպելու։ Անտալիո մեջ գիրագի օրվերջ կդած է դիվանագիտական հավաքը Հայաստանի արտաքին գործնախարար Արարատ Միրզոյանի գլխավորած վիրագությունը նույնպես կմասնակցեր Անտալիո դիվանագիտական հավաքին։ Քննարկումներու վերջին օրը արտաքին գործնախարարը շարք հանդիպումներ ունեցավ Հայաստանի եւ Թուրքիո արտաքին գործնախարար Արարատ Միրզոյանն ու Հակկան Ֆիդան Անտալիո մեջ քննարկած են Հայաստան-Թուրքիա երկկողմ օրագարկի ընթացիկ կետերը։ Ըստ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության զրուցակիցները միտքեր փոխանակած են տարածաշրջանային եւ միջազգային զարգացումներու շուրջ։ Այլ մանրամասներ արտաքին գործնախարարությունը չի փոխանցեր։ Ավելի գանուխ Ֆիդան հանդիպումներ ունեցած էր Ադրբեջանի արտաքին գործնախարար Ջեյհուն Բայրամովին, Ռուսաստանի արտաքին գործնախարար Սերգեյ Լավրովին հետ քննարկած են նաև դարաշրջանային խնդիրներ։ Արտաքին գործնախարար Արարատ Միրզոյան Թուրքիո մեջ դիվանագիտական համաժողովի շրջանակներու մեջ հանդիպում ունեցավ Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիո հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հadoop ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի հետ։ Արարատ Միրզոյան X-ի մեջ գրած է, որ այդ հանդիպման ընդգծած է Ադրբեջանի հետ հարաբերություններու ղեկավարման գործընթացի մեջ ցերկ բերված կարևոր համկրվանը խաղաղության պայմանագիրի վերջնական լրամշակման եւ այն ստորագրելու Հայաստանի պատրաստակամությունը։ Ուկրաինայում Սումի քաղաքի հրթիռագործման հետևանքով ըստ վերջին տվյալներուն զոհված է առնվազն 34 անձ, սպանվածներուն մեջ կան 2 երեխաներ։ Ուկրաինայում արտագաղթ իրավիճակներու պետական ծառայությունը հայտնած է, որ դուժած է 117 անձ, անոնց մեջ լալով 15 երեխա։ Ուկրաինայում մեջ Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփի հadoop բանակնած Քիթ Քելոգ X-ի հարթակին գրած է. «Ծաղկազարդի օրը ռուսական զորքերու հարձակումը Սումի մեջ քաղաքացիական կառույցներուն վրա գահադե բարգեշտության բոլոր սահմանները»։ Ինքը Թրամփ հայտարարած է, որ ռուսական հարվածը Սումիին սարսափելի բան է։ Երեկ երեկոյան Ուկրաինայ նախագահ Վլադիմիր Զելենսկին տելեգրամյան էջին հայտնած էր, որ վիրավորված է 68 անձ, անոնց մե 8 անձ ծանր վիճակի մեջ կգտնվի։ Գիրակի օր Գազայի հատվածի գլխավոր հիվանդանոցը հայտնված է Իսրայելի երկու հրթիռային հարվածի թիրախին, որուն պատճառով ոչնչացված է շտաբօգնության բաժանմունքը եւ վնասված են քանի այլ կառույցներ։ Իսրայել հայտարարած է, որ հարված ուղված եղած է Համասի զինալներուն դեմ, որոնք օգտագործած են հիվանդանոցը ռազմական նպատակներով։ Հիվանդանոցի աշխատակիցները գրծած են ժամանակին դարհանել հիվանդները Իսրայելի անվտանգության ծառայության ներկայացուցիչ նախազգուշացնող հերախոսազանգեն հետո, որը կատարված է հարվածեն անմիջապես առաջ։ Զոհերու մասին տեղեկություններ չկան։ Ցեզի հետ Անի Զեյթունցյանը։